Pavel Global-ի կողմից 2025 թվականի հունիսի հորոսկոպը կօգնի ձեզ խուսափել խնդիրներից եւ փոխել ձեր կյանքը դեպի լավը։ Հայտնի աստղաբանը ձեզ կպատմի, թե ինչպես լիովին զինված մոտենալ ամռան առաջին ամսվան։ Հունիսը մեծամասնության նշանների համար կլինի ուրախ, ակտիվ եւ արդյունավետ։ Ընդհանուր խորհուրդներ։ Սիրային ոլորտում հունիսը նշանների մեծ մասի համար էական փոփոխություններ չի բերի անձնական կյանքում։ Միայնակ մարդիկ ստիպված կլինեն սպասել բարենպաստ ժամանակահատվածի հանդիպելու եւ ընտանիք կազմելու համար։ Ամուսնացած մարդկանց համար նրանց հարաբերությունները կանցնեն նոր մակարդակի, ժամանակն է պատասխանատու որոշումներ կայացնելու։ Ընտանիքն ու պարտականությունները պետք է լինեն առաջին տեղում։ Հունիսը բարենպաստ ամիս է երեխայի բեղմնավորման եւ ծննդյան համար։ Ֆինանսական հորոսկոպ։ Աստղերը նախընտրում են նրանց, ովքեր քրտնաջան աշխատում են իրենց նպատակներին հասնելու համար։ Մի մերժեք կեսդրույքով աշխատանքները, բայց մի ընդունեք անազնիվ ճանապարհով ստացվող եկամուտը։ Մի խաղացեք կազինոներում եւ մի խաղացեք մոլախաղերով։ 2025 թվականի հունիսը դրա ժամանակը չէ։ Հակառակ դեպքում դուք կկորցնեք ձեր ունեցած ամեն ինչ։ Կարիերայի հորոսկոպ 2025 թվականի հունիսի համար Pavel Global-ի կողմից։ Ցուլը, Արիոցը եւ Ջրհոսը կսկսեն աշխատել նոր նախագծերի վրա, որոնք կարդարանան եւ լավ շահույթ կբերեն։ 2025 թվականի հունիսը լավ ամիս է գործարքներ կնքելու համար։ Կենդանակերպի նշանների մեծ մասի ներկայացուցիչները կկարողանան ամրապնդել իրենց կարգավիճակը եւ ավելացնել եկամուտը։ Ներկայացնում ենք ճշգրիտ հորոսկոպ 2025 թվականի հունիսի համար կենդանակերպի բոլոր նշանների համար Pavel Global-ի կողմից։ Pavel Global-ն տալիս է ամենաճշգրիտ կանխատեսումը բոլոր կենդանակերպի նշանների համար։ Հունիսը խոստանում է լինել իրադարձություններով լի եւ պայծառ։ Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն շատ աշխատել, մինչդեռ մյուսները ստիպված կլինեն որևէ ակտիվ քայլ ձեռնարկել եւ սպասել փոփոխությունների։ Խոհեր։ Ամռան առաջին ամիսը արևիտակ տեղի համար պայքարի ժամանակ է։ Ձեր ձեռք բերած հաջողությունը նախանձի աղբյուր կդառնա ձեր գործընկերների շրջանում։ Քննարկեք միայն աշխատանքային հարցերը, բամբասանքը կարող է հանգեցնել ձեր բիզնեսի հեղինակության կորստի։ Ժամանակն է, որ միայնակ խոհերը ավելի ուշադիր նայեն այն մարդկանց, ովքեր իրենց հետ նույն մասնագիտական ոլորտում են։ Կյանքի ուղեկից գտնելու մեծ հնարավորություն կա։ Խորհուրդ նշանի ընտանիքի ներկայացուցիչներին ավելի հաճախ տանը եղեք, հակառակ դեպքում լուրջ տարաձայնություններ կառաջանան։ Ցուլեր։ Ամռան առաջին ամսին ցուլը դժվարությունների կհանդիպի։ Դուք ստիպված կլինեք ընտրել կամ աշխատանք կամ անձնական կյանք։ Ընտրեք առաջինը։ Դուք կհասնեք կարիերայի բարձունքների, բայց տանը ձեզ կսպասի անբարյաց կամ միջավայր։ Ընտրեք ընտանիքը, կարիերայի սանդուղքով բարձրանալու նոր հնարավորություն շուտով չի ի հայտ գա։ Ամսվա վերջում դուք կիմանաք որոշ տհաճ ձեր սիրելիի մասին, նախքան իրերը դասավորելը ստուգեք տեղեկատվությունը։ Երկվորյակներ։ Ժամանակն է կարգի բերել ձեր արտաքին տեսքը եւ զգեստապահարանը։ Հունիսի 3-րդ շաբաթը բարենպաստ ժամանակ է նոր ծանոթություններ հաստատելու համար։ Նախքան հարաբերությունները լուրջ համարելը, ուշադիր նայեք ձեր սիրո առարկային։ Ամռան առաջին ամիսը լավ ժամանակ է հոբիների եւ ինքնակրթության համար։ Մի հրաժարվեք կեսդրույքով աշխատանքից, հնարավոր է մոտ ապագայում դա դառնա ձեր եկամտի հիմնական աղբյուրը։ Խեցգետիններ։ Ամիսը խոստումնալից կլինի կարիերայի եւ սիրային հարաբերությունների առումով։ Ձեզ սպասում են բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ եւ ծանոթություններ։ Հունիսի վերջին դուք կկարողանաք բարելավել ձեր ֆինանսական վիճակը, մինչ այդ դուք ստիպված կլինեք հաղթահարել մի շարք դժվարություններ։ Մրցակիցների մեքենայությունների պատճառով մենք ստիպված կլինենք դուրս գալ զվարճալի իրավիճակից։ Ձեր տունը կդառնա ձեր թիկունքը, այնտեղ ձեզ կտրվի բարոյական աջակցություն եւ առաջարկություններ հետագա անելիքների վերաբերյալ։ Արիուցներ։ Կարևորը ճիշտ տեղում լինել ճիշտ ժամանակին։ Այս կանոնը վերաբերում է արյուծի գործունեության ցանկացած ոլորտին։ Եթե աշխատանքի վայրում ուշադրության կենտրոնում լինեք, կհասնեք կարիերայի բարձունքների, ազատորեն ստանձնեք նոր նախագծեր եւ վիճահարույց դեպքերում պահպանեք ձեր տեսակետը։ Աստղաբանը խորհուրդ է տալիս միայնակ մարդկանց որոշում կայացնել եւ ընտրել կոնկրետ մարդու։ Սիրային եռանկյունին ոչ մի լավ բանի չի հանգեցնի, դուք ռիսկի եք դիմում ոչնչից զուրկ մնալու։ Կույսեր։
Վճռական եւ հավակնոտ կույսերը կկարողանան հասնել կարիերայի բարձունքներին, ամսվա վերջում նրանք կկարողանան իրենց թույլ տալ թանկարժեք հիր գնել, ֆինանսական հոսքը կայուն կլինի, եթե դուք փող չվերցնեք կամ չփոխառեք, ընտանիքում վեճեր են սպասվում, դուք ստիպված կլինեք գտնել հավասարակշռություն, պաշտպանել ձեր շահերը առանց ճնշում գործադրելու ձեր զուգընկերոջ վրա, ամսվա վերջում հնարավոր են առողջական խնդիրներ, մեկ շաբաթ հանգիստ վերցրու եւ հոգ տար քո մասին։ Կշեռքներ։ Այս նշանի միայնակ ներկայացուցիչները ունեն սիրո հետ հանդիպելու բոլոր հնարավորությունները, զգացմունքները կբռնկվեն առաջին հայացքից, ձեզ կծածկի կրքի եւ սիրավեպի ալիք։ Մի բաց թողեք երջանիկ դառնալու հնարավորությունը, քնքուշ զգացմունքները շուտով կվերածվեն լուրջ հարաբերությունների։ Ընտանեկան կշեռքները ստիպված կլինեն ուշադրություն դարձնել իրենց հարազատներին, նրանք կարիք ունեն ձեր նյութական եւ բարոյական աջակցությանը։ Կարիճներ։ Բախտը նպաստում է ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներին։ Ժամանակն է գլխիցը դեն նետել անհանգիստ մտքերը եւ սկսել աշխատել։ Կազմակերպեք արվեստի ցուցահանդես կամ տեղադրեք ձեր նոր երաժշտական ստեղծագործությունը առցանց։ Հաջողությունը երկար չի սպասեցնի։ Անհրաժեշտ է միայն գործել, այլ ոչ թե անգործ նստել։ Հաջողության կհասնեն նաեւ այլ մասնագիտությունների ներկայացուցիչները։ Հիմնական կանոնը վճռական քայլեր ձեռնարկելն է դեպի ձեր նպատակը։ Սիրային հարաբերություններում դուք ստիպված կլինեք ցուցաբերել զգայունություն, հոգատարություն եւ ուշադրություն։ Աղեղնավորներ։ Ֆինանսական առումով ամսվա սկիզբը դժվար կլինի։ Ժամանակն է դադարեցնել փող վատնելը եւ սկսել խնայել։ Ավելի լավ է գումարներ դնել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության մեջ։ Այդ դեպքում այն մի քանի անգամ կբազմապատկվի։ Մի մոռացեք ժամանակ անցկացնել ձեր ընտանիքի եւ երեխաների հետ։ Ձեր օտարացումը կհանգեցնի թյուրըմբռնումների եւ կոնֆլիկտների։ Հունիսին կբացվեն կեսդրույքով աշխատանքի բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ, մի հրաժարվեք ձեր եկամուտներից, այլ ձեռնարկեք բոլոր նախազգուշական միջոցները խաբեբաների խորամանկությունների զոհը չընկնելու համար։ Որոշ ժամանակ դուք ստիպված կլինեք սահմանափակվել գումարով եւ միացնել խնայողության ռեժիմը։ Իրավիճակը միայն կբարելավվի հաջորդ ամիս։ Ջրհոսներ։ Դուք փոփոխությունների շեմին եք եւ վերջին խոսքը ձերն է։ Որոշում կայացրեք ինքներդ առանց որևէ մեկի խորհրդի։ Ինտուիցիան ձեզ կասի թե ինչ անել։ Ամիսը կլինի զբաղված, դուք ստիպված կլինեք լուծել բազմաթիվ աշխատանքային խնդիրներ։ Այս նշանի միայնակ ներկայացուցիչների համար ոչինչ չի փոխվի։ Նոր ծանոթությունների համար ժամանակ չի լինի։ Ձկներ։ Աշխատանքային միջավայրը հանգիստ կլինի։ Ամեն ինչ կընթանա իր սովորական հունով։ Հունիսին շտապ աշխատանքներ կամ անհետաձգելի նախագծեր չեն սպասվում։ Եթե պլանավորում եք արձակուրդ, աստղագուշակը խորհուրդ է տալիս այս նպատակով ընտրել հանգիստ առողջարան կամ տնային հանգստավայր։ Աստղաբանի կանխատեսումը կօգնի ձեզ պլանավորել հունիս ամսվա միջոցառումները եւ ընտրել աշխատանքի, հանգստի եւ անձնական կյանքի համար լավագույն ժամանակը։